Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քանի որ հարց տալու իրավունք չունեինք, հարցս այսպես եմ ուզում հղել ներքին գործերի նախարարի տեղակալին եւ ինչու ոչ նաեւ նախագծի հեղինակին։ Մենք 21/01/20 թվականին ընդունել ենք օրենք, որով ոստիկանությանը եւս մեկ լիազորություն ենք վերապահել, դա օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի շրջանակներում հեռախոսային հեռահաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ֆունկցիան է, որը մինչ այդ ուներ միայն ազգային անվտանգության ծառայությունը։ Հիմա հարց համար 1. Ինչ փուլում է այդ process-ի իրականացումը, որտեղ օրենքը, ինչպես ասացի, ընդունվել է 21/01/20 թիվ, այսինքն ուղիղ 5 տարի առաջ։ Եվ հարց 2. Մենք ինչպես երաշխիք ունենանք, որ այս նոր օրենքը նույն ճակատագրին չի արժանանա, երբ որ ոստիկանությանը տրվում է նման կարևոր լիազորություն, բայց այն այդպես էլ չի իրագործվում։ Ես կարծում եմ, որ մենք պետքա նաև օրենսդրական, այսինքն հետ մոնիտորինգի շրջանակներում նաև անդրադառնանք այդ հարցին, թե ինչպես է ստացվում, որ ազգային ժողովը ըստ էության ընդունելով օրենք 5 տարի հետո չի կարողանում ապահովել այդ օրենքի իրագործումը, կան արդյոք այդտեղ այլ խոչընդոտներ, չգիտեմ, օբյեկտիվ, սուբյեկտիվ, եթե կան պետք է քննարկենք, հասկանանք, միգուցե սխալ օրենք ենք ընդունել, փոխենք այդ օրենքը հետ նախկին կարգավորման եւ միայն ազգային անվտանգությունը ունենա այդ լիազորությունը։ Եթե չէ, ուրեմն պետքա պատասխան ստանանք, թե ինչու է ըստ էության ձախողվել այս օրենքի կատարումը։ Ես կխնդրեմ պարոն Ղազարյանը պատասխանի այս հարցին, եթե պատասխան այս պահին չկա, ապա կխնդրենք արդեն ներքին գործերի նախարարությանը պաշտոնական պարզաբանում տալ մեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, անդրադառնամ բարձրացված հարցերին։ Առաջինը պարոն Թորոսյանի բարձրացած հարցը հեռախոսային հեռահաղորդակցության հսկողության ֆունկցիայի մասով։ Պարոն Թորոսյան, այստեղ մենք գործ ունենք բյուջետավորման բավականին բարդ գործընթացի հետ եւ ըստ էության դա է եղել հիմնական խնդիրը, որ ուրեմն չունենք այն արդյունքները, որը կցանկանայինք, բայց էական մի տարբերություն կա այս մասով։ Մենք տեսահսկման համակարգերին հասանելիության մասով գործ ունենք արդեն իսկ պատրաստի համակարգերի հետ։ Այնտեղ եթե մենք պետք է ներդնեինք եւ համակարգ ձևավորեինք, այստեղ մենք ունենք պատրաստի համակարգեր, որոնց զուտ հասանելիության մասին ենք մենք խոսում։ Եվ այս նախագիծը, պարոն Սարգսյանի նախագիծը այն մասին է, որ պատրաստի համակարգերին ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրվի։ Ըստ այդմ այն հարցին, թե արդյոք կարժանանա նույն ճակատագրին, պատասխանն է ոչ, չի արժանանա նույն ճակատագրին, պարոն Թորոսյան։